Ուրեմն մի քանի բան կուզեի ասել բռնությունների եւ ազատ կամքի մասին։ Առաջի հերթին այն, որ բռնությունը ազատ կամքի մասին չէ։ Բռնի ինչ-որ մի բան մարդուն պարտադրվում է։ Այսինքն ինչ-որ մի բան, որ մարդը չի ընտրում, ինքը ուղղակի մնում է առանց ընտրելու տարբերակի, կամ եթե ունենար ավելի այսպես լավ պայմաններ, նախապայմաններ, որ համարձակությունը հերիք էր ընտրելու, ինքը դա չէր ընտրի։ Այսինքն ինչ-որ մի բան, որ պարտադրված է իրան։ Ու չգիտես ինչու, կանանց բռնությունները երբեմն դիտարկվում են որպես ճիշտ կամ որպես հոգատարություն։ Հիմա մի քիչ խոսեմ այս մասին, հա։ Նախ ազատություն բառի մասին։ Այն որ ասում են, վայ դու ուզում ես ազատ ապրես, վայ դու ուզում ես ինչ ուզես անես, ու դա դիտարկվում է որպես վատ մի բան, այսինքն ազատությունը ինքնին արժեզրկվում է ու դառնում է լավ բանից ինչ որ մի վատ բան, որպեսզի այն մարդը, ով ձգտում է ազատ ապրելու, իրեն սկսի վատը զգալ, հատկապես կինեսի, ասի, վայ, ես ազատ վարքով եմ, վայ, ես ազատ մտածող եմ, վայ, ես ազատ կյանք սիրող եմ, տեսեք, ազատ վարք, ազատ մտածող, ազատ կյանք սիրել, այս բոլորը հիմա երևի թե արդեն նկատեցիք, չէ, որ մեր հասարակության մեջ վատ բացասական երևույթի հետ է ասոցացվում։ Մինչդեռ իրականում հիասքանչ է, հիանալի է լինել ազատ վարքով։ Դա նշանակում է ես գիտակցաբար ընտրում եմ այն, ինչ անում եմ, եւ ես պատասխանատու եմ իմ արարքի համար, ես ազատ վարքով եմ։ Ինձ դիմացինը չի պարտադրում ես ոնց ինձ պահեմ։ Ես ինչ էլ որ անում եմ դիմացինի համար, ես դա չեմ անում ձևականությունից, քաղաքավարությունից ու նման բաներից, ես դա անում եմ իմ ազատ կամքով, որովհետեւ ես այդպես ցանկացա։ Եվ սա չի վերաբերում միայն սեռականությանը, ինչպես մեր հասարակության մեջ հասկանում են, հա, ազատ վարք, ազատ մտածելակերպ ու ազատ ամեն ինչ ազատ բառի հետ կապված տարվում է դեպի սեռականություն։ Մինչդեռ սեռականությունը ազատության միայն մի մասնիկն է ընդհանրապես։ Չկա ազատ սեռականություն առանց ազատ մտածողության։ Ավելին, այն մարդիկ, ովքեր որ հաճախակի զուգընկեր են փոխում, ազատ սեռական կապերի մեջ են, ազատ սեռական կապեր, բայց այսպես տարատեսակ սեռական կապերի մեջ են, իրանք ազատ չեն։ Իրենք էլի կարծրատիպերի գերի են, իրենք բնածների գերի են, լիքը բաների գերի են, հա, դա ազատության մասին չի։ Հետևաբար, մարդը, ինչպես ասում է, քրիստոնեությունը ստեղծվեց ազատ կամքով ու ազատ ապրելու ձգտումը մեզ համար բնական է, բարոյական է եւ այո, այդպես պետք է լինի։ Դարեր շարունակ մարդիկ պայքարել են ազատության համար, ստրկությունից են դուրս եկել, հազար ու մի բան են արել, ոչ նրա համար, որ այսօր ես օրինակ տրվեմ կարծրատիպերին ու ասեմ, վայ, ես ազատ մտածողություն ունեմ, վայ, բա ինձ վատ աղջիկ կհամարեն, կմտածեն, որ ես լավը չեմ, վայ, ես ազատ վարք ունեմ, բա ով ինձ տուն կտանի, ազատ վարքով աղջկան ու նմանատիպ բաներ, ոչ, մարդիկ դարերի միջոցով եկել պայքարել են ազատության համար, երկրները պայքարել են, որ պետություն դառնան, ստրուկները պայքարել են, որ ստրկատիրությունից դուրս գան, կանայք պայքարել են, որ կրթություն ունենան, հազար մի բան է զոհաբերել, ոչ նրա համար, որ ես այսօր վեր կենամ ու տրվեմ կարծրատիպի ու վախենամ հանկարծ այն բանից, որ ինձ կկրկցնեն ինչ-որ պիտակ, հա, ազատ վարքի մասին։ Հիմա, այս ընդհանրապես ներածություններ, կներեք, որ երկար է ստացվում իհարկե, բայց կարևոր է։ Ինչ վերաբերում է ազատ բառին, ինքը հիասքանչ երևույթ է, ազատությունը, ոչ թե ամենաթողությունը, ոչ թե ձևական ազատությունը, որ վայ, ես օրը 5 հոգու հետ քնում եմ, ես լավ տղա եմ, այդ լավ տղա չես էլի, այդ լիքը խնդիրներ ունես։ Իրական ազատությունը հրաշալի երևույթ է, որը ամեն գնով մարդը պետք է ձգտի պահել։ Հիմա ինչ կապ ունի ազատությունը կանանց բռնության հետ։ Եկեք մի քիչ խորքից գամ, լավ։ Հիմա մեր հասարակությունը բևեռացված հասարակություն է։ Այդ նշանակում է, որ մեր հասարակության մեջ չկա իրական կին, որը իրական է ուղղակի, ինքը ապրում է, ինքը սիրում է, ինքը սիրահարվում է, ինքը հիասթափվում է, ինքը սեռական հարաբերություն է ունենում, բայց միևնույն ժամանակ ինքը լավ մայր է, չգիտեմ, ինքը լավ ընտանիքի աղջիկ է, կոպիտ ասած մեր չգիտեմ էլի, ես ինչ արտահայտություն է, բայց օրինակ, այսպես իր ընտանիքում հարգում էր ծնողներին եւ այլն, հետո լավ կին է օրինակ, բայց միևնույն ժամանակ ինքը կարա լավ ծնողներ ունենալով, ծնողին հարգելով հանդերձ, չլինի կույս օրինակ ու նմանատիպ բաներ։ Մեր հասարակության մեջ
Չկա իրական կին հասկացողությունը, այսինքն կին, որը կարա լինի համ այսպիսին, համ այսպիսին, համ այսպիսին։ Մեզ մոտ կա ընդհանրապես բևեռացված մտածողություն, հուսանք, որ փոխվում է, ինչպես ասում են, բայց ամեն դեպքում շատ է դեռ։ Ինչ է ենթադրում իրանից բևեռացված մտածողությունը։ Ենթադրում է, որ կան վատ աղջիկներ եւ կան լավ աղջիկներ։ Լավ աղջիկները կույս են, իրենք ունեն կուսաթաղանդ։ Իրենք ամուսնանում են մի տղամարդու հետ եւ ամբողջ կյանք մնում են տղամարդու հետ։ Բայց ինչ գնով եկեք նայենք, հա։ Այս աղջիկները, ովքեր որ լավն են եւ ովքեր ամուսնանալիս կույս են եղել եւ ովքեր ճանաչել են սեռական առումով միայն մի տղամարդու, իրենք ենթարկվում են էլ էմոցիոնալ բռնության, էլ սեռական բռնության, էլ ֆիզիկական բռնության, էլ ֆինանսական բռնության։ Օրինակ, երբ ես լավ աղջկան տղան ասում է կարճ ու կա չհագնես, դա էմոցիոնալ բռնություն է։ Դա նշանակում է, որ այդ տղան, ով ամուսնացել է ձեզ հետ, ինքը տղամարդն է եւ դուք կինն եք, այս պահին մտածեց, որ ինքը հասունության առումով ձեզնից առավել է։ Այսինքն մտավ ծնողի դերի մեջ։ Երբ տղամարդը կնոջը ասում է կարճ յուկա չհագնես, դա չի ասում տղամարդը կնոջը, դա ասում է հայրդ ստեր է։ Այսինքն այս լավ աղջիկ ասվածը անհավասար հարաբերության մասին է, որտեղ կինը միշտ ցածր է, երեխայի դերում է, որովհետև ինքը հասուն չի, ինքը չգիտի իր համար ինչն է լավ եւ ինչն է վատ, ինքը չգիտի, որ կարճ յուկա հագնելը հենց իր համար վատ է, բայց իր կողքի տղամարդը, որը ծնողի դերում է, հոր դերում է, ինքը դա գիտի։ Ու ամբողջ կյանք իրավունք է վերապահում իրան, բռնություն գործադրել էմոցիոնալ, այս կնոջ նկատմամբ ասելով կարճ յուկա չհագնես, Facebook-իդ նկարը ինձ հետ կդնես, կամ Facebook առհասարակ չունենաս, սոցցանցերը լավ բաներ չեն, տղա ընկերներ չունենաս, այս չանես, այն չանես, գիշերը 9-ից հետո տնից դուրս չգաս ու նմանատիպ բաներ։ Մի խոսքով, ինչա պատահում, այս լավ աղջիկը, տան աղջիկը, սրբազան մայրիկը, որը մոր դերի մեջ էլ չի սկի, որովհետև ինքը դեռ երեխայի դերի մեջ է։ Ոնց կարող մարդը մոր դերի մեջ լինի, եթե իրան ասում են կարճ յուկա չհագնես։ Ինքը հələ դեռ երեխային դերի մեջ է իրականում։ Ինչ է լինում։ Ինքը դառնում է էմոցիոնալ հաշմանդամ, որովհետև ենթարկվել է էմոցիոնալ բռնության, մտածել է, վայ, ինչ լավ տղամարդ է իմ կողքին ինձ պաշտպանում է եւ այլն, բայց չէ։ Նա ընդհանրապես թույլ տղամարդ է, ով չի կարող հավասարի հարաբերության մեջ մտնել, դրա համար իրան պետք է երեխա։ Այստեղից էլ լիքը այսպես բաներ կան հասարակության մեջ, օրինակ, չգիտեմ, 30 քանի 36-37 տարեկան տղամարդիկ հատուկ ոչ թե սիրահարվում են, այլ հատուկ փնտրում են օրինակ 20 տարեկան աղջիկների, որպեսզի, չգիտեմ, իրենց հայերեն արտահայտություն կա, իմ ձեռքի տակ մեծացնեմ, որպեսզի իրենց ձեռքի տակ մեծացնեն, այսինքն փնտրում են երեխայի, ֆունկցիոնալ առումով երեխայի։ Հետո այս երեխան այդպես է չի մեծանում, ի տարբերություն հասուն եւ գիտակից ծնողի, ով ի սկզբանե երեխային վերաբերում է որպես անհատի ինքնության, որին պետք չի տալ գերխնան, որպեսզի այս երեխան ունենա ինքնուրույնություն։ Այս ծնողը, այս ամուսինը չի մեծացնում երեխային, իրան ձեռնտու է, որ այս աղջիկը միշտ երեխա մնա։ Այստեղ մտնում է էմոցիոնալ բռնությունը։ Հետո պատկերացրեք, աղջիկ ամուսնացել է, կույսը ամուսնացել, անգամ չգիտեք, չիմանալով, հա, սեռական առումով ինքը եւ իր զուգընկերը իրար համապատասխանում են, թե ոչ, շատ հաճախ անգամ լավ չճանաչելով միմյանց, լավ չհասկանալով ինչ ուզում ես կյանքից եւ այլն, հաճախ նմանատիպ ամուսնություններում գալիս է ինչ-որ մի կետ, երբ կին այլևս չի ցանկանում սեռական հարաբերության մեջ մտնել տղամարդու հետ։ Ու ինչա պատահում այստեղ գալիս են մի շարք այսպես ավանդույթներ, որոնք ասում են դու պարտավոր ես իրականացնել քո կանացի պարտականությունները, քո ամուսնական պարտականությունները։ Ինչ է սա իրանից ենթադրում, ժողովուրդ, այս նշանակում է կինը իր ցանկությանը հակառակ պարտավոր է իրականացնել իր ամուսնական պարտականությունները, այսինքն թույլ տալ այնտեղ սեռական հարաբերություն, երբ ինքը դա չի ցանկանում, եւ արդյունքում դա վերածվում է բռնության, սեռական բռնության։ Սեռական բռնությունները միայն այն բռնությունները չեն, որ տեղի են ունենում ամուսնական հարաբերություններից դուրս։ Այսինքն այնպես չի, որ փողոցում պատահական մեկին տեսան բռնության ենթարկեցին եւ դա համարվեց բռնություն։ Բազմաթիվ, հազարավոր սեռական բռնություններ տեղի են ունենում հենց ամուսնական հարաբերություններում։ Երբ ես մի քիչ ավելի երիտասարդ էի դեռ տարիքով, հիշում եմ, որ ընդունված ավանդույթ կար կոկորտս մաքրեմ, որ խոսամ այս ավանդույթի մասին, աղջիկ փախցնելը։
Երբ այսպես խոսում էին սիրո պատմության մասին, ինչպես ձևավորվեց այս ընտանիքը, պարզվում էր մեկ էլ հանկարծ դե տղեն տեսել է, հավանել է, աղջկան փախցրել է եւ այսպես իրենք ապրում են իրար հետ։ Ու այսպես դա պատմում են շփիտով, կարծես թե անհոգությամբ, կարծես թե ընտանեկան ջերմությամբ, չգիտեմ, բայց պատկերացրեք, ինչ հոգատարություն կամ շփիտ կարա լինի այնտեղ, որտեղ աղջկան փախցրել են։ Եվ ենթարկել սեռական բռնության, բարձա, չէ՞։ Եվ այդ աղջիկը հետո հետ չի գնացել տուն, ամոթ է, կամ գնացել է, տնեցիք հետ չեն ընդունել, ամոթ է, ով կուզի առանց կուսաթաղանթի աղջկա։ Իսկ ինչ է ենթադրում իրենից կուսաթաղանթը։ Կուսաթաղանթը, այսպես ինչ որ մարդու օրգանիզմում առկա ինչ որ թաղանթ է, որը այսօր 21-րդ դարում կորցրել է այն ֆունկցիոնալությունը։ Նախկինում, երբ մարդը ապրում էր ոչ հիգիենիկ պայմաններում, կուսաթաղանթը ապահովում էր, որպեսզի ավելի հիգիենիկ լինի, հա, կինը ավելի պաշտպանված, կնոջ սեռական օրգանը ավելի պաշտպանված լինի։ Եվ այդ թաղանթի կարևորությունը կարծես թե չկա 21-րդ դարում։ Այն ժամանակ էլ այդքան չկար, այլապես դա չէր լինի այնպիսի օրգան, որ ենթարկա է պատրվելու։ Հիմա պատկերացնում եք դուք օրինակ ինչ որ աղջկա կամ ձեր սեփական աղջկան, ով բռնության է ենթարկվել, կամ ինչ որ աղջկա, որ իր կամքով զրկվել է կուսաթաղանթից եւ այլն, համարեք վատը կամ համարեք ոչ լավ աղջիկ, լրիվ նույն կերպ ոնց կանեք օրինակ կույրաղիքը վիրահատած կամ հեռացրած աղջկա հետ։ Պատկերացնում եք մեկը կույրաղիքը հեռացնի, ասեք դու վատ աղջիկ ես, դու այլևս չունես կույրաղիք։ Մենք քեզ այլևս տուն չենք ընդունում, դու այլևս չունես կույրաղիք։ Ընդ որում կույրաղիքի ֆունկցիաները ավելի շատ են, քան կուսաթաղանթին, էլի։ Բայց ինչի մեզնից ոչ մեկ կույրաղիքի հետ կապված այսպես կոմենտներ չի անում։ Հիմա ինչ էի ասում, սեռական բռնություններից էի խոսում։ Աղջկան փախցնում էին, կազմում էին ընտանիք եւ տարիներով այդպես ապրում էին իրար հետ։ Աղջիկը ապրում էր իր բռնարարի հետ ու ասում էին, որ ժամանակի ընթացքում կսիրես ոչինչ։ Այդպես է աղջիկը, այդպես է ինքը ժամանակի ընթացքում տղամարդուն սիրում է։ Այս լհեջ, այս ամուսնական բռնություններից ինչ որ մի դրվագ պատմեցի ընդհանրապես։ Լիքը դեպքերում էլ ուղղակի աղջիկը ամուսնանում է դեռ երեխա, այսինքն թույլ է տալիս, որ իրան ասեն, մայրիկիդ հետ երկար չխոսաս հեռախոսով, ժամը 9-ից հետո տնից դուրս չգաս, կարճ ու պա չհագնես, երեխա է, որովհետև կնոջը նման բան չեն ասում, որովհետև կինը ինքը գիտի ոնց ապրի։ Մեկ ինքը գիտի ինչ հագնի, ինքը գիտի ժամը քանիսին տնից դուրս գա, ինքը գիտի ում հետ ինչքան ժամանակ խոսա։ Ու ասենք բռնել իրեն հուշել այդ ամենը, այդ առնվազն պետքա առաջացնեմ, որ էսու դու այդպիսի ռեակցիա մոտավորապես։ Հիմա ստացվում է երբեմն այնպես, որ աղջիկը երեխա դերի մեջ ամուսնանում է, սակայն հասունանում է ու դառնում է կին։ Ու չի կարողանում այլևս հանդուրժել նույն վերաբերմունքը։ Չի կարողանում այլևս հանդուրժել, երբ իրեն ասում են, «Էս կհագնես, այն կհագնես, էս կխոսաս, այն կխոսաս, ինչի, չգիտեմ, ընկերներից մոտ ավելի շատ խնդացիր, քան պետք էր, դու քեզ պահեցիր ոչ լուրջ, ոչ մեր ընտանիքին հարիր եւ այլն եւ այլն»։ Եվ ինչ է լինում, կորչում է սեռական ցանկությունը։ Սեռական ցանկությունը սեփական ամուսնու նկատմամբ, այո, այդպես պատահում է։ Եվ ինչ է տեղի ունենում։ Ամուսինը կատաղում է, ագրեսիվանում եւ սկսում պահանջել նրանից սեռական հարաբերություն եւ ենթարկում բռնության։ Սա ընտանիքներում։ Այս խոսեցի ֆիզիկական բռնության մասին, այլ չխոսեմ ծեծի մասին, հայհոյական խոսքերի մասին ու նմանատիպ բաների մասին։ Էմոցիոնալ ու ֆիզիկական բռնություններ փորձեցի 13 րոպեում այսպես մի փոքր ամփոփեմ, հա, սա ահռելի մեծ ծավալուն թեմա է։ Իսկ թե ոնց են այս բռնությունները հետո դուրս գցում օրգանիզմից։ Դուք լիքը մարդիկ գիտեք ձեր շրջապատում հավանաբար վահանաձև գեղձի խնդրով, աղեստամոքսային խնդրով, սիրտանոթային խնդիրներով։ Ես անձամբ էլ շատ այսպես ընտանիքի լավ աղջիկներ եմ ճանաչում, ընտանիքի լավ կանայք եմ ճանաչում, այսպես հարգված եւ այլն, ովքեր քաղցկեղից մահանում են։ Ու սա ինչ որ վախեցնելու համար չեմ ասում, էլի, ուղղակի այդպես է, մարմինը խոսում է։ Մարմինը խոսում է այնտեղ, որտեղ մենք լռում ենք։ Այնտեղ, որտեղ մարդը հարմարվել է իր բռնարարի հետ ապրելուն, ինքը ձեռքաբերելու ինչ որ խնդիր, կլինիկական մի խնդիր։ Այնտեղ, որտեղ մարդը տարիներ շարունակ հարմարվում է այն պայմաններին, որտեղ իր ներքին ազատությունը, իր կամքը, իր արժանապատվությունը եւ հազար ու մի բան իր արժեքների հետ կապված վտանգված են, ինքը ձեռքաբերում կլինիկական խնդիրներ։
Այսպես, դա կարող է մի քիչ տխուր է հնչում, բայց հա, եթե չեք ուզում քաղցկեղից մեռնել, եթե չեք ուզում վահանաձև գեղձի խնդրից գիրանալ, եթե չեք ուզում աղեստամոքսային խնդիրների պատճառով ամբողջ կյանք դուժելու դիետաներ պահպանել, լավ կլինի խոսեք եւ չենթարկվեք բռնության։ Հիմա ֆինանսական բռնության մասին շատ հոգատար ամուսիններ ասում են, ես իմ կնոջը պահելու եմ թագուհու պես, դու կարիք չունես աշխատելու, ինչու ես դու ուզում աշխատել, չէ՞ որ ես ես պահում եմ, քո ինչն է պակաս, ես քո համար սա կառնեմ, նա կառնեմ, այս կառնեմ, այն կառնեմ, դու ամեն ինչ կունենաս, պետք չի դու աշխատես, կամ եթե աշխատում ես, ինչ որ սիմվոլիկ մի բան աշխատի։ Այս կոչվում է ֆինանսական բռնություն։ Լավ, կարող է ֆինանսական բռնություն չի, հասկացեք, երբ ձեր ամուսինը ձեզ կամ զուգընկերը ձեզ ասում է, ես քեզ ամեն ինչով կապահովեմ, դու զբաղվիր քո սիրած գործով։ Արա այն, ինչ ցանկանում ես։ Եթե ուզում ես աշխատիր, եթե չես ուզում, մի աշխատիր։ Եթե ուզում ես քո սիրած գործով զբաղվել, մի մտածիր ֆինանսների մասին, ես քեզ կաջակցեմ, դու արա դա։ Այսինքն հոգատարություն ու աջակցող վերաբերմունքը միշտ թողնում են ազատ կամքի դրսևորումը քեզ։ Ինքը քեզ չի ասում, իմ կինը չպետք է աշխատի։ Կողքից էլ այսպես մանիպուլացնելու համար կպցում, որովհետև ինքը թագուհի է կամ արքայա դուս դրա։ Աջակցող տղամարդ ասում է, ոնց ուզում ես արա, ես քեզ աջակցում եմ։ Ուզում ես աշխատես, ես քո համար ժամանակ կստեղծեմ։ Չես ուզում աշխատես, ես քո համար ֆինանսներ կստեղծեմ։ Ուզում ես քո գործը անես, ես քեզ կաջակցեմ։ Մանիպուլացնող, վերահսկող եւ ֆինանսապես բռնացող տղամարդ ասում է, իմ կինը չպետք է աշխատի։ Իսկ եթե անգամ աշխատում է, տղամարդը ամեն ինչ կանի, որ այդ կինը չկայանա։ Օրինակ, գործի տեղից ինչ որ մի ժամ ավել պետք է մնա, ինքը ամեն ինչ կանի, որ այդ մի ժամը դառնա դժոխք։ Ինքը ամեն ինչ կանի, երբ գործից վերադարձած կին այսպես երջանիկ է իր անձգում, արժեզրկելու համար այդ աշխատանքը ու ասելու թե ոնց է գործը խանգարում իրենց ընտանիքին ու նմանատիպ բաներ։ Ցանկացած դեպքում, երբ կինը ինքնազարգանում է ու ֆինանսապես կայունանում ու տղամարդը դա սկսում է արժեզրկել, չուրախանալ դրա վրա, չաջակցել եւ այլն կամ առհասարակ աշխատելը արգելել, սա խոսում է ֆինանսական բռնության մասին։ Որովհետեւ այն դեպքում, երբ դուք չունեք փող, դուք կախվածություն ունեք տվյալ մարդուց։ Արդյոք բռնությունների եւ այլ ձեզ դուր չեկող վիճակների դեպքում դուք կարող եք հեռանալ, երբ օրինակ ունեք 3 երեխա, չունեք աշխատանքային փորձ, չունեք նորմալ կրթություն եւ չունեք հույս փող աշխատելու ու ձեր գլուխ պահելու, ոչ չեք կարող։ Պարտավոր եք մնալ եւ լինել ստրուկ, որը ենթարկվում է բռնությունների, ֆինանսական, էմոցիոնալ եւ ֆիզիկական բռնությունների։ Սա լավ աղջիկների մասին։ Ահա այն ճակատագիրը, որին արժանանում են լավ աղջիկները։ Նրանց վրա կիրառվում են էմոցիոնալ բռնություններ, ֆինանսական բռնություններ, նրանք զոհի կարգավիճակում են, նրանք դավաճանվում են եւ հանդուրժում են այս դավաճանությունները, նրանք լսում են հայհոյանքներ եւ ստիպված են լինում լռել, նրանք ձեռք են բերում կլինիկական խնդիրներ։ Իհարկե, ես ուրախ եմ այն պահով, որ լավ աղջիկ լինելը այսօր արդեն մոդայիկ չի։ Երբ ես տեսնում եմ ճակերտավոր ասած լավ աղջիկ, ես չեմ հարգում եւ չեմ հիանում այդ աղջկանով, այլ մտածում եմ, որ ինչպիսի վախկոտություն։ Հա, հասկանում եմ, հեշտ չի դուրս գալ այդ վիճակից, բայց ամեն դեպքում դա այդ վիճակի մեջ մնալը, կարծում եմ 21-րդ դարի կնոջը սազական չի։ Բռնությունը հանդուրժելը, բռնությանը ենթարկվելը 21-րդ դարի կնոջը սազական չի։ Հասկանում եք, ձեզնից առաջ քանի սերունդ է պայքարել, որ դուք կարողանաք խիզախություն ձեռք բերել, բռնությունը չհանդուրժելու։ Իսկ հիմա ինչ վերաբերում է վատ աղջիկներին, այն աղջիկներին, որոնք կույս չեն, այն աղջիկներին, որոնք ունեն ազատ կամք, այն աղջիկներին, ովքեր իրենց թույլ են տալիս հագնել, եթե ուզում են կարճ շրջազգեստ, եթե ուզում են երկար շրջազգեստ, այն աղջիկներին, ովքեր իրենց թույլ են տալիս ունենալ սեռական հարաբերություններ եւ չունենալ կուսաթաղանդ։ Ինչա պատահում, քանի որ մեր տղամարդկանց մեծ մասը մեր հասարակության մեջ բևեռացված մտածողություն ունի, կան սրբազան եւ տուն տանելու աղջիկներ, որոնք հետագայում զոհեր են դառնալու իհարկե, կամ այսպես այդքան էլի զոհ են դառնալու, երբեմն այդ շատ գեղեցիկ ձևով է հարվում, այսպես սիրուն մանիպուլյացիաներով, սիրուն խաբեություններով եւ այլն, ոնց որ չես համեմատի էլի այն զոհերի հետ, ովքեր անմիջական բռնության զոհ են, բայց ամեն դեպքում դա էլ է զոհի կարգավիճակ։ Երբ տղամարդը կնոջը անդադ խաբած է պահում կոպիտ ասած, հերթական դավաճանությունից հետո գալիս ծաղիկներ նվիրում կամ չգիտեմ, հերթական աշխատել թույլ չտալուց հետո գալիս այսպես քաղցր խոսքեր ասում եւ այլն, դա էլ է զոհի կարգավիճակ ամեն դեպքում։
ձևը ուրիշ է ուղղակի, այդքան բան։ Հիմա վատ աղջիկների մասին, ովքեր չեն ուզում լինել զոհի կարգավիճակում։ Հիմնականում այս վատ աղջիկները ունեն ֆինանսական անկախություն։ Սկսենք այդտեղից։ Իրանց պետք չի տղամարդը կամ ամուսինը, որպեսզի իրենց ֆինանսավորի։ Չէ, իհարկե, երբեմն պատահում են այնպիսիները, որ կարիք ունեն սիրեկանների, որպես իրենց ֆինանսապես ապահովեն, բայց մեծ մասամբ այն աղջիկները, որ ռիսկ են անում ապրել ազատ, իրենք գիտեն, որ իրենք դուրս կգան դրա տակից, կոպիտ ասած, որ իրենք այդ պատասխանատվությունը կվերցնեն իրենց համար։ Ինչա լինում, քանի որ իրենք չունեն կուսաթաղանթ, եւ քանի որ ունեցել են ավելի քան մեկ զուգընկեր, իրենք համարվում են օգտագործման ենթակա։ Եվ տղամարդիկ սկսում են մտածել, որ քանի որ նա օգտագործման ենթակա է, հետևաբար նա կարծես թե պարտավոր է ինձ հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել եւ համաձայնել ինձ հետ հարաբերությունների։ Այս վերջերս այդ դեպքը եղավ, որ ռուս աղջիկ էր եկել եւ բռնության էր ենթարկվել, ու իհարկե զարմանալի չի, թե ինչպես կոմենտներում բոլորը այս աղջկան էին մեղադրում, բոլորը չէ, բայց այսպես էլի մի ստորքում կա, չէ, աղջիկներին ու կանանց մեղադրող, որ ենթարկվել են բռնության։ Հիմա նույն ձևով, երբ գալիս է օտար մշակույթի կրող աղջիկ, այդ օտար մշակույթում ընդունված է, որ նորմալ է, որ աղջիկը չունենա կուսաթաղանթ, այդ նորմալ է։ Այդ բևեռայնացվածությունը ամեն հասարակության մեջ չի, հա, որ կա։ Եվ տղամարդը, հայ տղամարդը, որը բևեռայնացված մտածողություն ունի, տեսնում է կնոջ, ով հավանաբար չունի կուսաթաղանթ, ով հավանաբար ունեցել է ավելի քան մեկ սեռական զուգընկեր, ինքը սկսում է մտածել, որ այս աղջիկը օգտագործման համար է։ Հետևաբար մի հատ սենց արեց, պետք է իր ծոցում հայտնվի։ Ու ինչ է լինում, ու երբ ստանում է մերժում, ինքը կատաղում է, ու սկսում է ու դիմում է բռնության, որովհետև չի կարողանում մերժումը հանդուրժել։ Մերժումը հանդուրժելու ունակությունը էմոցիոնալ հասունության նշան է։ Մերժումը չհանդուրժելու չունակությունը էմոցիոնալ տհասության նշան է։ Հիմա ինչ է պատահում։ Մեկ էլ հանկարծ պարզվում է, որ այս աղջիկները, որ չունեն կուսաթաղանթ, իրենք ունեն արժանապատվություն, իրենք ունեն ազատ կամք, իրենք ամեն մեկի հետ չեն քնում, իրենք օգտագործման համար չեն, իրենք որոշում են կայացնում։ Ինքը որոշում է կայացնում, ես ուզում եմ այս զուգընկերոջը, թե չեմ ուզում։ Այսինքն կինը կարող է չունենալ կուսաթաղանթ, կարող է ունեցած լինել մեկից ավելի սեռական զուգընկերներ, եւ այս զուգընկերների շարքում կարող եք դուք չհայտնվել։ Կարող է ձեզ մերժել, կարող է ասել ոչ, չեմ ցանկանում, որովհետեւ այն, ինչը ձեր գլխում կոչվում է օգտագործման համար, իր գլխում այդ կատեգորիան գոյություն չունի։ Ոչ մի աղջիկ չի մտածում, որ ինքը օգտագործման համար է, բացառությամբ այն տրագեդիկ, տրավմատիկ դեպքերի, երբ աղջիկը օրինակ ենթարկվել է բռնության ու ինքը իրան պատժում է։ Ինքը իրան պատժում է իր մարմինը անդադ տալով ուրիշ մեկին։ Բոլոր այն դեպքերում, երբ աղջիկը այսպես անընդհատ իր մարմինը տալիս է տարբեր տղամարդկանց, դա ինքն իրան պատժելու ձև է։ Ինքը իրան չի համարում օգտագործման համար։ Ինքը իրան պատժում է դրանով։ Բայց այն տղամարդը, ով օգտվում է այդ տրավմայից կնոջ, այդ կնոջ մասին չի խոսում։ Այդ տղամարդու արժեքների մասին է խոսում, որովհետև այդ աղջիկը ենթարկվել է ինչ-որ տրավմայի այնպիսի տարիքում, որում ինքը չի կարողացել դա մարսել։ Եվ երբ ինքը իրան թույլ է տալիս իր իսկ մարմինը պատժել, եւ տղամարդը վերցնում է այդ պատժողի դերը, այդ արդեն խոսում է տղամարդու մասին, իր ագրեսորի բնույթի մասին, իր բռնացող բնույթի մասին, իրան դուր է գալիս պատժել է։ Պատժել։ Արի օգնեմ քեզ, որ պատժվես, ինչ որ մեղքի համար, որ դու չես գործել ժամանակին, այլ ուղղակի երեխա ես եղել ու չես կարողացել պաշտպանվել, օրինակ։ Այսինքն, այն տղամարդիկ, ովքեր փնտրում են օգտագործվող աղջիկների, իրենք փնտրում են տրավմատիզացված աղջիկների, որպեսզի նրանց օգնեն, որ իրենք պատժվեն, այսինքն, որպեսզի ցուցաբերեն իրենց բռնարարի վիճակը, բռնարարի այսպես հոգեբանությունը։ Կամ շատ ժամանակ, երբ տղամարդը կնոջը հոգեպես, հոգեկան հասունություն, ինչպես ենք դրան ասում, էմոցիոնալ հասունություն ունեցող կնոջը մոտենում է սեռական նպատակներով եւ կինը համաձայնում է կամ չի համաձայնվում, այս տղամարդը դրանից եզրակացություններ է անում տվյալ կնոջ բարոյականության մասին։ Մինչդեռ բարոյականության մասին հարցը առաջին հերթին պետք է տալ ինքներդ ձեզ։ Օրինակ, ինչու եմ ես
խաբում ինչ-որ մի կնոջ, որպեսի նրան տանեմ անկողին, ու հետո հպարտանամ ինքս ինձնով, որ դա ինձ մոտ ստացվեց, կամ ինչու եմ ես փնտրում այս կնոջ մեջ օգտագործման ենթակա ինչ-որ մեկին, ում նկատմամբ պատասխանատվություն չեմ կրի։ Հիմա տեսեք, պատասխանատվություն կրելը մեծահասակի գործ է, թե փոքրի, ժողովուրդ։ Ասենք, երեխան մի բան անում է, ինքը օրինակ մի բան կոտրեց։ Մենք սովորեցնում ենք, չէ՞, մեր երեխաներին կոտրածի համար պատասխանատվություն վերցնել, օրինակ վերցնել վերանորոգել, օրինակ վերցնել աղբ նետել, օրինակ վատա չէ զգում իրան երեխան, երբ կոտրում է ինչ-որ մի բան։ Պատասխանատու է զգում։ Հիմա ո՞նց եղավ, որ տղամարդով մեծացել է, հասունացել է ու արդեն երեխա չի, մեծահասակ է, կոտրում է եւ անպատասխանատու է զգում։ Սա մի բանի մասին է խոսում, որ տղամարդը դեռ չի հասունացել, որովհետեւ առանց պատասխանատվություն կրելու ինչ-որ բան փչացնելու իրավունք ունի մենակ երեխան։ Իզուր չի, որ հանցանքների համար պատժում են, երբ մարդը հասնում է հասուն տարիքի 18 տարեկանից հետո, իսկ մինչև այդ այդպես ավելի դեռահասների համար նախատեսված պատժամիջոցներ գոյություն ունեն։ Այսինքն, եթե մարդը ձգտում է անպատասխանատու հարաբերությունների, դա չի խոսում դիմացինի մասին, դա խոսում է ինքն իր մասին, խոսում է այն մասին, որ ինքը դեռ չի մեծացել, որ ինքը բնույթով այսպես բռնության ենթարկելու այսպես հակում ունի ու նմանատիպ բաներ։ Իսկ ինչ ասենք այն աղջիկների մասին հիմա, մի քանի բան քննարկենք այն աղջիկների մասին, ովքեր ձգտում են ազատ կյանքով ապրել։ Այս աղջիկների մեծ մասը տեսնում է այն լավ աղջիկների ստրկական կյանքը։ Տեսնում է, որ այդ աղջիկներն ստրուկ են։ Այսինքն լիքը աղջիկ այսօր չի ուզում ստրկանալ ամուսնական կյանքում, որովհետև շատ աղջիկներ այսօր հասկացել են, որ ամուսնացած լինելու այդ ստատուսը, կարգավիճակը ընդհանրապես պայմանականություն է։ Այո, նախկինում դա հարց է լուծել։ Այո, այսօր էլ շատ վայրերում, հենց Հայաստանում, ամուսնացած աղջիկներին ավելի լավ են վերաբերվում, քան մենակ աղջիկներին, քան ամուսնալուծված աղջիկներին։ Օրինակ, աշխատավայրերում, նրանց հասցեին կարող ավել պակաս չխոսեն, նրանց կարող ավելի լավ հաստիկներ տան, որովհետև գիտեն, որ ինչ-որ մեկը կա, որ կարա գա մեր գլուխը ջարդի, օրինակ։ Այդ միշտ աշխատում է։ Ամեն դեպքում Հայաստանում հաճախ աշխատում, երբ աղջիկը ունի այսպես ծնող, ով իրեն կպաշտպանի, եղբայր, ով իրեն կպաշտպանի, ամուսին, ով իրեն կպաշտպանի, այսինքն արական սեռի ներկայացուցիչի շուրջը, ով իրեն կպաշտպանի, այդ աղջկա նկատմամբ վերաբերմունքը այլ արական սեռի ներկայացուցիչների կողմից ավելի զգուշավոր է լինում։ Եվ այն աղջիկը, ով ավելի ինքնուրույն է ապրում, իր նկատմամբ վերաբերմունքը կարծես թե այդքան էլ դրական չի լինում։ Համենայն դեպս իրեն ամեն գնով փորձում են կատեգորիզացնել դեպի օգտագործման ենթակա աղջիկ, որովհետև տղամարդիկ ունեն որոշակի պահանջմունքներ, որոնք պետք է փակել, այդ պահանջմունքները փակելու համար պետք է աղջիկների որոշակի սեկտոր, այդ սեկտորը քանի կա, իրենք կարող են առանց պատասխանատվություն կրելու հեշտ ձևով փակեն իրենց պահանջմունքները։ Հիմա այս ամենը այսօր հոգեբանության շնորհիվ պարզ է դառնում, խաղաքարտերը բացվում են։ Տեսած կներեք, այն պոկերի մեջ, որ այսպես քարտերը վերջը բացվում են, տեսնում են մեկը խաբել է, մեկը ճիշտ է ասել, մեկը ճիշտ է հաշվարկել իր հնարավորությունները, մի ուրիշ այդքան էլ ճիշտ չի հաշվարկել, այսինքն վերջում այրևում ով ոնց է հաշվարկել։ Երբ չկա թափանցիկություն, դուք այդպես էլ չգիտեք, էլի լավ եք մտածում, թե չէ, արդյունավետ եք մտածում, թե չէ։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Հիմա երբ պարզ է դառնում, որ որոշակի ստատուսային կանայք ուղղակի ստրուկ են, իսկ որոշ օգտագործման համար այսպես անվանվող աղջիկներ ուղղակի ինքնուրույն են եւ թքած ունեն ստատուսի վրա եւ հասարակական կարծիքի վրա, որոշ օգտագործման ենթակա աղջիկներ էլ, որ ժամանակին տրավմատիզացվել են հենց տղամարդկանց կողմից հիմնականում ու իրենց նկատմամբ այսպես օգտագործող, սպառող վերաբերմունքը արդեն բռնարարի վերաբերմունք է, երբ այս ամենը արդեն պարզ է այսօր 21-րդ դարում, մի տեսակ անկապ է դառնում բոլոր այդ բռնությունները եւ բոլոր այդ որակավորները, լավ եւ վատ աղջիկների, բոլոր այդ ռեպլիկները, բոլոր այդ կարծրատիպերը արժեզրկվում են։ Այսինքն դուք չեք արժեզրկում աղջկան, աղջիկը չի արժեզրկվում կուսաթաղանդ կորցնելով, աղջիկը չի արժեզրկվում սիրելով, աղջիկը չի արժեզրկվում բռնության ենթարկված լինելով։ Արժեզրկվում է այն տղամարդը, ով ենթարկել է բռնության,
կլինի դա ամուսնական հարաբերություններում, կլինի ամուսնական հարաբերություններից դուրս, կլինի փախցնել ամուսնական հարաբերություններ ստեղծելու նպատակով, թե այլ այսպես վեհ մոտիվացիաներով, բռնարար տղամարդը արժե զրկվում է խաբող տղամարդը, ով թույլ չի տալիս կնոջը կատարել ընտրություն ազատ կամքով, այսինքն այնքան չկաս, այնքան ինքնագնահատական չկա, այնքան վստահ չես, որ այդ կինը քեզ կընտրի առանց խաբեության, որ դու գնում ես այդ քայլին, ուրիշ մարդ ես ներկայանում։ Արժե զրկվում է այդ տղամարդը, արժե զրկվում է ոչ պաշտպանող սպառող տղամարդը։ Այս ամենը տղամարդատվության մասին չի։ Այս ամբողջը ինչ պատմեցի, այդ նրանից չի, որ ես օրինակ տղամարդատյաց եմ։ Այդ նրանից է, որ դարեր շարունակ մեր հասարակության մեջ ու առհասարակ մարդկության պատմության մեջ կինը ենթարկվել է բռնության։ Տղամարդիկ են ենթարկվել բռնության, մեծամասամբ էլի տղամարդկանց կողմից։ Շատ քիչ դեպքերում է, որ կանայք են տղամարդկանց բռնարարները։ Հա, հոգեբանական բռնություն, գազլայթինգ, այո, կանայք դա անում են, բայց շատ ավելի ագրեսիվ մեթոդներ ունեն բռնության ենթարկելու տղամարդիկ։ Ֆինանսական բռնությունը հիմնական տղամարդիկ են ենթարկել, որովհետև ի սկզբանե կանանց թե զրկած են եղել կրթվելու հնարավորությունից, թե բարձր պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից դա դարեր շարունակ կանանց տեղի է ունեցել։ Այսինքն մենք ուզենք թե չուզենք, եթե ուզում ենք մեր բնական իրավունքներով ապրել, Աստծո ստեղծած այսպես երջանկությամբ ապրել, որը որ մեզ այս բնությունը այդ հնարավորությունը տալիս է, մենք ուզենք թե չուզենք, կանանց իրավունքների համար պետք է պայքարենք այսօր, ոչ թե տղամարդկանց, որովհետև կանայք են, որ մարդկության քաղաքակրթության այն սկզբնական ժամանակներից մինչև հիմա ենթարկվում են բռնության։ Բացի այդ, կինը թույլ սեռ է, տղամարդը ուժեղ սեռ է։ Այս բոլորս եկեք ընդունենք։ Ով է ավելի հավանական, որ ենթարկվի բռնության։ Ուժեղը թե թույլը, պարզ է, չէ՞ որ թույլը։ Ֆիզիկապես կինը ավելի թույլ է եւ դա արդեն լիքը բան է խոսում։ Կինը ինչքան էլ ուժեղ լինի, ինչքան էլ կայացած լինի, ինչքան էլ այսպես ինքնահաստատված լինի, ինքը մեկը թույլ է։ Ուժեղ կինը, ուժեղ տղամարդուց մեկը թույլ է։ Այդ մենք չենք առարկում։ Ուղղակի ինչ է նշանակում բռնության դեմ պայքար։ Այդ նշանակում է ոչ միայն կանանց իրավունքներ, այլև խնդրանք տղամարդկանց փոխակերպվելու, բռնարարից վերածվելու պաշտպանի։ Այդ ուժը ինչի համար է տրված։ Պաշտպանելու։ Մարտարվեստներ ինչի համար ենք սովորում։ Պաշտպանելու։ Պաշտպանվելու եւ պաշտպանվելու, ոչ բռնանալու։ Ցանկացած մարտարվեստ բացատրում է, որ քեզնից թույլին չի կարելի խփել, չգիտեմ։ Ինչի համար այսօր ես նյութը արեցի, իրականում երբ լսել էի այդ ռուս աղջկա դեպքի մասին ու տեսնում էի կոմենտները, կարծում եմ, որ իրազեկման խնդիր կա մեր հասարակության մեջ։ Բացի այդ, ես իմ շուրջը շատ եմ տեսնում բռնություն։ Մի օր լսում եմ, որ աղջիկ են փախցրել, հետո ասում են, թե շատ սիրուն հարսանիք արեցինք, գլխներից վրա այդ աղջկան դրած հիմա պահում ենք։ Ում է պետք այդ աղջկան ձեր գլխի վրա դրած պահելը, ում է պետք ձեր ճոխ հարսանիքը, եթե այդ աղջիկը ենթարկվել է բռնության, եթե իր կյանքի ամենակարևոր որոշումը կայացվել է իր ցանկության դեմ։ Կամ լսում եմ դեպքեր քաղցկեղից մահացությունների մասին, տեսնում եմ ընտանիքներ ու անգամ իմ հարազատները ինձ օրինակ են բերում այն ընտանիքներին, որ տես ինչ լավ ընտանիք են, տես իրանց երեխեքը սենց են անում, նենց են անում, իսկ դու, չգիտեմ, գնացել ես սարերն ես ընկել ու նմանատիպ բաներ, այնպիսի ընտանիքների են իմ հարազատները ինձ օրինակ բերում, ինձ արժե զրկելու ցանկությամբ, որտեղ բռնություն կա։ Այդ ընտանիքներում ծեծ կա։ Այդ ընտանիքներում սիրուհիներ կան տղամարդու կողմից։ Ես չեմ հասկանում, որն է իմաստը ինձ նմանատիպ օրինակներ բերելու։ Պարզ է, չէ՞, որ ինքս լինելով հոգեբան, տարիներով անցած լինելով իմ թերապիան եւ այլն, ես ինքս չեմ հայտնվելու զոհի դերում։ Չեմ հայտնվելու այնպիսի ընտանիքում, որտեղ ես կլինեմ լավ աղջիկը, ստատուսային կինը, չգիտեմ ինչը, եւ որտեղ կհանդուրժվի օրինակ, չգիտեմ, բռնությունը կամ դավաճանությունը կամ նմանատիպ բաները։ Կամ ինչ է նշանակում ես 1000 անգամ, ես չգիտեմ ինչքան իմ կյանքի ընթացքում 1000 եւ ավել էլի թույլ տվեք այս թիվը ասել։ Տեսել եմ աղջիկների, որ ասում են թող դավաճանի մենակ թե ես չիմանամ։ Այդ հարգանք է, որ ես չիմանամ։
այ որ ես իմանայի, այդ նոր կլիներ չհարգանք, այդ նոր կլիներ, որ ինքը ինձ չի սիրում։ Ժողովուրդ, ինչ եք խոսում։ Երբ դու քո տղամարդը քեզ դավաճանում է, իսկ դու այդ մասին չգիտես, առաջին հերթին դու զբաղված ես ինքնախաբեությամբ։ Դու չես ցանկանում իմանալ այդ մասին, դա մեկ, եւ երկրորդ, մի բան, որը դու չգիտես, դու դրա հետ չես կարող աշխատես։ Եթե դու չգիտես, որ քեզ դավաճանում են, դու ո՞նց պետք է աշխատես դրա հետ։ Այ եթե դավաճաներու կար ասեր կներես, ես դավաճանել եմ, բայց ցանկանում եմ աշխատել մեր հարաբերությունների վրա, արի գնանք օրինակ զույգային թերապիայի, այ այս դեպքում դու գոնե շանս կունենաք աշխատելու այդ հարաբերության վրա։ Շանս աշխատելու հարաբերության վրա։ Մի անգամ կարելի է։ Լավ են, որ քարը տրակի պայթի երկրորդ անգամ կարելի է, բայց այն հարաբերության մեջ, որտեղ կա լուր դավաճանելու, լուր ներելու, լուր դավաճանությունը խրախուսելու մշակույթ, դուք երբեք երջանիկ չեք լինելու, դուք միշտ էլ այսպես բռնավորի եւ զոհի դերում եք ապրելու։ Ես հասկանում եմ, որ այդ զոհի դերը շատ բոնուսներ է տալիս, հասարակական ստատուս է տալիս, որը մենք հասկացանք, որ այսօր այլևս նույն հարգանքը չի վայելում, էլի ինչ նախկինում։ Ֆինանսներ է տալիս, գուցե որակյալ կյանք է տալիս, ճամփորդություններ եւ այլն, որը դուք ինքներդ ձեզ համար կարող եք ձեռք բերեք, երբ դուք ունենաք ազատ կամքի դրսևորում եւ աշխատեք ձեր ֆինանսների ուղղությամբ։ Մի խոսքով, զոհի կարգավիճակը այո տալիս է շատ բոնուսներ, բռնարար տղամարդու հետ ապրելը տալիս է որոշակի բոնուսներ, օրինակ են, որ կնոջ ասում են, վայ, ինչ մեղք ես դու, ոնց ես դու դիմանում, ինչ լավ ես դու ընտանիք պահում ու նմանատիպ բաներ, այդ բոնուսը չէ, մարդը իր հասցեին գով է տալիս ու այնտեղ դոֆամին է ստանում։ Բայց դրանք բոլոր նևրոտիկ մեխանիզմներ են, այդ բոլորը անառողջության նշան է եւ շատ ավելի շատ աղջիկներ, ովքեր չունեն օրինակ կուսաթաղանդ, բայց չեն ենթարկվում ստրկամիտ մտածելակերպի, իրենք շատ ավելի արժանի են հարգանքի եւ ժամանակն է, որ մեր տղամարդիկ սովորեն, որ եթե կինը չունի կուսաթաղանդ, ունեցել է մեկից ավելի սեռական զուգընկերներ, ամուսնացած չի ու նմանատիպ բաներ, ապրում է իր ազատ կամքով։ Ինքն է որոշում ինչպես տնօրինի իր կյանքը, այդ չի նշանակում, որ դուք մի հատ այսպես արեցիք, ինքը ձերն է լինելու։ Այդ չի նշանակում, որ դուք իրավունք ունեք արժեզրկել որևիցե մի կնոջ եւ ասել, որ դե ինքը օգտագործման համար էր, ես իրավունք ունեի բռնություն կիրառել նրա նկատմամբ։ Ոչ մի տղամարդ, ոչ մի կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու իրավունք չունի, ոչ մի տղամարդ, ոչ մի կնոջ օգտագործման համար դասակարգելով չի արժեզրկում այդ կնոջը, արժեզրկում է ինքն իրեն ու իր ընտրությունը։ Եվ ոչ մի տղամարդ օգտվելով տրավմատիզացված կնոջ տրավմայից, թուլությունից եւ չլուծված խնդիրներից չի դառնում այսպես լավ տղա, այլ դառնում է սովորական էմոցիոնալ բռնարար, ով օգնեց այդ կնոջը պատժել ինքն իրեն, այն խնդրի համար, որը ինքը չի իր հոգեկանում առաջացրել։ Ես հույս ունեմ, մի քիչ շատ երկար ստացվեց, բայց հույս ունեմ, որ կլինեն մարդիկ, ովքեր կդիտեն այս տեսանյութը ու կգան որոշակի եզրահանգումների։